Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 9։ Տերը մեզ համար մեծ բաներ արեց, դրա համար մենք ուրախ ենք։ Սաղմոս 126:3։ Որոշ քրիստոնյաներ ամեն բանում միայն բացասական կողմը տեսնելու տխուր հակում ունեն։ Նրանք ավելի շատ մտածում են այն մասին, թե ինչի միջով են անցել, քան այն մասին, թե ինչ է իրենց համար արել Աստված։ Եթե նրանց խնդրենք նկարագրել իրենց քրիստոնեական կյանքը, նրանք կթվարկեն իրենց ամենօրյա վեճերը, խորին տառապանքները, դառը-վշտերը, սրտի ապականությունը, բայց հազիվ թե գոնե անկողմնակիորեն նշեն այն ուրախությունն ու օգնությունը, որ իրենց հայտնել է Տերը։ Սակայն առողջ հոգով քրիստոնյան ուրախությամբ կասի Սաղմոս 2-ի բառերով. «Չեմ խոսի իմ մասին, այլ Աստծուն պատիվ կանեմ»։ Նա հանեց ինձ ահռելի գուբից, տղմալի կավից, ոտքերիս վեմի վրա կանգնեցրեց ու քայլերս հաստատեց, և բերանս մի նոր երգ դրեց, մեր Աստծո փառաբանությունը։ Մեծ գործեր ես գործել դու Աստված, ես ուրախանում եմ։ Այդպիսին է քրիստոնեական կյանքի լավագույն նկարագրությունը, որ Աստծո զավակը կարող է փոխանցել։ Կասկած չկա նրանում, որ մենք փորձությունների ենք ենթարկվում, բայց հավասարապես անվիճելի է նաև, որ մենք փրկվում ենք փորձանքներից։ Անկասկած է այն, որ մենք մեղքեր ենք գործում, բայց անվիճելի է նաև, որ մենք ունենք Փրկիչ, որը հաղթել է մեղքին ու ազատել է մեզ նրա իշխանությունից։ Ճիշտ չէր լինի հերքել, որ մենք անցել ենք ստորացման հովիտով, եկել ենք հուսահատության անդունդում, բայց նաև հավասարապես զայրույցիչ կլիներ մոռանալը, որ մենք դրանք անցել ենք անվտանգ ու մեզ համար ոչ անօգուտ։ Մենք չենք մնացել այնտեղ շնորհիվ ամենակարող օգնականի ու առաջնորդի, որը դուրս բերեց մեզ դեպի ազատություն։ Որքան ավելի դառն է մեր դժբախտությունները, այնքան ավելի բարձր է շնորհակալությունն Աստծուն, որը մեզ անցկացրել է դրանց միջոցով պահպանել մինչ օրս։ Ոչ մի դառնություն չի լռեցնի մեր գովերքի մեղեդին։ Դառնությունները մեր կյանքի սիմֆոնիայի նկարագրությունն են, որում Տերը մեզ համար մեծ բաներ արեց, դրա համար մենք ուրախ ենք։